Ադմին կամ անցանում որպեսի ժողովուրդը ամեն դերում ավելի թույլատրած լինի, ասես սահուերեն ասես թե վեր ընկած, յուրան ավելի ուժեղ զգա, ու ատիտի շարունակում։ Լրագրողների ներկայությամբ բելում ասալ, ստիելում ասում։ Մենք գործոնին կոլաբորանտ իշխանության նհդ։ Իշխանության նհդ գործոնին, ու վեր ամեն քայլափոխի, ամեն ինչ անում ա, վեր մեր ինքնիշխանությունը, մեր ունեցած արժեքային համակարգը ամեն օր կշանա, ամեն օր թույլանա, ամեն օր խելիգանա։ Ու ես վաղը մյուս օր քիչ հավանական չում համարում, ավելին հավանական համարում, որ ստեղ տեղում ապրող հայաստանաբնակ հայությունը նույն ճակատագրին արժանանալու, ինչ ճակատագրի վեր մունք արժանացավ։ Նույն ճակատագրին արժանանալու։ Դիմադրություն, քաղաքական պարտիզանական պայքար։ Միջև իրանց վնին տակին զգան վեճ, որ իրանք խնդիր ունենում, տակենի ճանապարհների կապում, օրինականության շրջանակներում, տակենի քաղաքական ինքնակազմակերպում, տակենի մեր ժողովրդի մեջին այն մասսան, այն մարդիկ վեր կհասկանան, վեր միակ ճանապարհը դա է։ Սա արդեն վերահացվել են ցեղասպանության են դաժան պենին, վեր 1000 հոգի մարդուն տնելիս նալ կուտուրելիս 10 հոգի մարդ չիլալ դուս գալիս, վեր քինած քրներան զենքը յորնե վեր 990 մռնին վեճ։ Հատե տրանա ուժը վերացվել։ Ու իրանք քայլ առ քայլ ամեն օր այդ process-ը շարունակում են։ Ես փորձել եմ նաև սոցիալական ցանցերի միջոցով, իմ ունեցած տեղեկատվական ռեսուրսների միջոցով ամեն ինչ անին, որպեսզի այդպես կոչված քաղաքական պարտիզանական պայքարը մուք կյանքի կոչին։ Ես փաստերն ա վեր ներքին գործերի նախարարության ռչեն վեր հվակված ընկլալ ճանապարհը կապալ իշխանությունը հետ քայլ արավ։ Սա մենք շանում չստեղ կամ չն խոսում նայեցի, որովհետև ես քանենք։ Վեճ թե այն պատճառներն ա վեր իրանք ներկայացնում են, այսած վեր հասես լող ճանապարհները այնի ներկապ կքշնային կային ստեղ ու լրագրողների ներկայությամբ պատասխաններ կտային։ Այն հարցերին ինչ հարցերի վեր իրանք սորսը մենք պատասխանում չեն։ Իրանց հարմարա գրավոր տարբերակապ։ Գիրին ինչ որ միտը նստատան, քայլ առ քայլ մարդկանց տեղավորցնին 2019 թվականին ոչ մի պատկերացրալ չի Հայաստանի Հանրապետությունում ինչ որ իշխանություն կարե շարունակի իրան գոյությունը, եթե ասել Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանը։ Սոր մունք այդ մտքին հետ հաշտ համերաշխ ապրում ենք։ Սոր հաշտվել ենք հետա 2021 թվականին Արարատ Միրզոյան դուս եկալ հայտարարալ վեր չի կարելի Լեռնային Հայաստանի եւ Ադրբեջանի միջև պայմանագիր ստորագրվել վերի փաստաթղթային բովանդակության մեջ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունն իրավունքների ինին վեճ։ Իրանք ընդուս եկա իրանց պերանավտա հայտարարալ։ Սոր չկա այդ պենը։ Տեղահանությունից հետո մշկրնես քորալն, ամեն ինչ հրալն, այն ժամանակ քաղաքական ներկայացուցիչներից մի հոգի երկու հոգի մարդալար վեր իրանց դեմ դուս գալիս արալ խուսելիս։ Էմացած են լավ տղվարված։ Ստեղ հարցը 40+10 չի, 40+10 ստեղ ամենաերկրորդական, ամենավերջի հարցն է։ Ստեղ հարցը այնա վեր ստեղծում են բոլոր պայմանները Արցախից հրաժարվալն մենք էլ արցախցիներից են հրաժարվում։ Արցախցիներից են հրաժարվում։ Ամեն ինչ անում որպեսզի մարդիկ եկան թողին քինան իրանց տուն։ Այս նման իշխանության նհդ պայքարի միակ տարբերակը դա քաղաքական ինքնակազմակերպումն է, վեր ես կոչում անում Հայաստանի Հանրապետության բոլոր այն առողջ ուժերը, անհատները, խմբերը, ովքեր հասկանում եւ գիտակցում են թե ինչի արժեվ է կանգնած, ինչ դժվարության առաջ է կանգնած Հայաստանի Հանրապետությունը, ովքեր ճտիկով աշխատող չեն, սա շատ կարևոր հանգամանք է, ովքեր ճտիկով հականիկոլական չեն դառնում եւ ճտիկով չեն անջատվում։ Այդ ուժերին միավորվել եւ հասկանալ, որ Հայաստանի Հանրապետությանը նույն ճակատագիրն է սպասելու, ինչ ճակատագրի որ արժանացել է Արցախի Հանրապետությունը, եթե այս իշխանությունը շարունակի գործել եւ շարունակի մնալ այս շենքում։ Մենք գործ ունենք կոլաբորանտ իշխանության հետ, որը ամեն քայլափոխի, ինչ որ բաներ է հայտարարում, այդ հայտարարություններից դուրս է գալիս եւ գնում է հետագա process-ների, մարսելով, ժողովրդին տեղավորցնելով եւ ամեն օր ավելի ուժեղ դառնալով։ Ես շնորհակալ եմ ձեզնից եկալեք, Վեչինչ։ Ռուսներն ասում են «И один в поле воин». Այսինքն այնքան ժամանակ ինչքան վեր դիմադրություն կա, այնքան ժամանակ ինչքան վեր ես վստահում վեր Հայաստանի Հանրապետությունում առնվազն ժողովուրդ անվստահություն ունի։ Ես մարդկանց մեղադրում չունեմ։ Երեք իմ վրա ես մի 50 զանգ եմ ստացալ, 50 զանգի բովանդակությունը իլալա հու այս ամեն ինչին կմակին կանգնած։ Մարդկանց տրկամտության աստիճանը այնքան ամծ վեր ցանկացած ընդվզման հետևում ինչ որ մինի պիտի ինի նկացած։ Այսինքն այս ժողովուրդը տեղ չոնել էս երկրումը։ Այս ժողովրդի շահը ներկայացնող չկա, լի, հա։ Տիատրնում վեր
այսինքն անպայման ինչ որ մի աշխարհակաղակական կենտրոնից թելադրված պիտի լինի կամ ներսում ինչ որ քաղաքական ուժերի կողմից իրականացված մուծիտի հետևանք պիտի լինի, որպեսզի մարդիկ ընկալին կլոխնգին վեր արդեն սվրցրալն էտի վեր կնոպկավ միանալնա կնոպկավ անջատվելը տրալա բնական պրոցես շարունակականությունը ես ասեցի ինչպես է լինելու հաշվի առնելով կլինի բողոքի ակցիաների տեսքով, կլինի քաղաքական ինքնակազմակերպման տեսքով, կլինի քննարկումների տեսքով։ Ես կոչ եմ անում Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին, բոլոր մարդկանց, ովքեր ներուժ ունեն, հնարավորություն ունեն, օրենքի եւ իրավականության շրջանակներում ամեն կերպ վնասել սրանց, այնպես անել, որպեսզի իրենց լիազորությունները չկարողանան իրականացնել, իրենց որոշումները կյանքի չկոչեն։ Դա բոլորին է վերաբերում, միայն արցախցիներին չի։ Շնորհակալ եմ ձեզնից ժողովուրդ, հուսով եմ, որ կապի մեջ կլինենք, կփորձենք հասկանալ ինչ տարբերակներ ենք հետագայում ընտրում եւ փորձում պայքարել։ Շնորհակալ եմ, ապրիք շատ։